Մենք վերադարձանք այն էլ հրաշալի նորություններով, քանի որ սա մի հատված էր համերգային ծրագրից, որը կցուցադրվի Կենտրոն հեռուստաընկերության մարտի 8-յան եթերում։ Մեր հյուրի ստեղծագործական նորությունների, գործունեության, տեսահոլովակների ու համերգների եւ ընդհանրապես երկարվեստի մասին կխոսենք հենց նրա հետ։ Մեր տաղավարում հյուրընկալել են կոմպոզիտոր, ժողովրդական երգիչ Մավեր Մկրտչյանին։ Բարի լույս, Մավեր։ Բարի լույս։ Խոսենք ձեր շրջագայություններից, բայց առնվազն այս փուլում խոսենք Հայաստանում ծավալվող գործունեությունից։ Ինչով եք զբաղված, ինչ տեսահոլովակներ են մեզ սպասվում, ինչպիսին է լինելու 2026-ը։ 2025-ի երևի ներցայից արդեն ուտեմպերից ելնելով 26 ավելի բուրն եմ եւ պլանավոր եւ ստացվում, այսպես, քանի որ բավականին նոր երգերի եւ նոր պրոյեկտների մեջ հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ եւ շուտով արդեն կսկսեմ դրանց մասին ավելի համասարական խոսել։ Հիմա պատրաստման փուլում այդ պրոյեկտները մի քանիսի մասին հիմա կխոսեմ, երկու պրոյեկտ կա, որը կթողնեմ մի քիչ ավելի ուշ հաջորդ եթերին, այո։ Կարևոր նախագծերից մեկը ապրիլի 13-ի իմենահամերգն է Կոմիտասի երգերով, հենց այդպես էլ կոչվում է Կոմիտասի երգերը խորագիրը, կամերային երաժշտության տանը, եւ սա այն պրոյեկտներ, որ երևի երկար տարիներ երազանքի պես բան էր դարձել, որ անել մի ամբողջ համերգ Կոմիտասի երգերով, այն երգերը, որ երևի ամեն օր պետք է հնչի մեր իրականության մեջ եւ ուրախ եմ, որ հասա այս փուլում նրան, որ այդ գաղափարը հիմա փորձում եմ իրագործեմ։ Հետո ընթացքի մեջ 2-ից 3 երգ, նոր երգ կա, որի վրա աշխատում ենք եւ արդեն շուտով երևի տեսահոլովակի նկարման process-ներ կսկսենք եւ մոտ ապագայում այդ երկու երգերն եմ ներկայացնելու հանդիսատեսին, լրիվ նոր երգեր են, կա նաեւ էլի ժողովրդական երգերի նոր մշակումներ, որը որ էլի մինչեւ ամառ հաստատ կներկայացնեմ եւ արդեն նաեւ ընթացքի մեջ է էլի համերգային հետագայի պրոյեկտներ, մի քիչ արդեն արտասահմանում, դրսի համայնքներում, որը որ էլի ընթացքի մեջ է, ձևավորման փուլում է, երբ որ ավելի հստակեցի, ավելի կխոսենք դրանց մասին։ Ապրիլի 13-ին է կարծեք թե սպասում ձեր մենահամերգը, նրանք համար ովքեր սպասում են Մավեր Մկրտչյանին լսել, ապրիլի 13-ին կարող եք սպասել այդ միջոցառմանը թերևս։ Հա, մի երկու բառ ասեմ, ինչ է լինելու այդ միջոցառմանը, դա նորից կրկնեմ, իմ վաղեմի երազանքն էր Կոմիտասի երգերը ներկայացնել իմ մատուցմամբ եւ իմ կատարումներով հանդիսատեսին, բայց դրանք լինելու են մի քանի ձևաչափի մեջ։ Նախ մասնակցելու է Հայաստանի պետական կամերային նվագախումբը, մի քանի ամառ ունենալու ենք նվագախմբի հետ։ Մասնակցելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը, մի քանի համար նաև կունենանք երգչախմբի հետ։ Դաշնամուրային համարն էլ են լինելու, նաև ակապելա եւ այսինքն մի խոսքով շատ այսպես հագեցած բազմաժանր մտածել ենք ծրագիրը։ Եվ քանի որ կամերային երաժշտության տունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը գրում է հենց Կոմիտասի անունը, հետեւաբար պետք է համերգը հենց այնտեղ լիներ, բայց սա ենթադրվում է նաև տոմսերը շատ սահմանափակ են եւ դեռևս կարծում եմ սա կրկնելու հետագայում բան կլինի, պարբերաբար անելու եւ կրկնելու խնդիր կլինի։ Այս ձևաչափը ինձ համար շատ հոգեrazot ձևաչափ է, որովհետև ամբողջ ակուստիկ է առանց ինչ-որ տեխնիկական ձայնային միջոցների եւ կարծում եմ գոնե այս թողուբոհի մեջ կփորձենք Կոմիտասով այդ մի ժամկես ինքնամաքրվել, ես այսպես եմ միշտ ասում, որովհետև ես ինքս էլ որ կապ չունի ինչքան եւ ինչ իրավիճակում լինում եմ, հենց լսում եմ Կոմիտասի երգերը, մի տեսակ մաքրման process է գնում, այս ամբողջ ինֆորմացիոն, այս թողբոհից եւ նաեւ գաղժ վիճակից որոշակի առումով, ուստի սա նաեւ էտերան է միտված, որ մի փոքր ինքնամաքրվենք Կոմիտասով։ Վերջին շրջանում օրինակ երբ տաղավարում մեր հյուրընկալում ենք, այսպես լսելով էլ նայելով էլ շատ հաճախ եմ վերջերս վերադառնում ակունքներին, մասնավորապես Կոմիտասին։
Սա բալասանի նման, դեղի նման մի բան է դարձել։ Ի վերջո դա պետք է լինի, որովհետև դա է մեր ճամփան դեպի մեր ակունքներ, դա է մեր ճամփան դեպի հենց մեր անհատական, ոչ թե ազգային, այլ անհատական մարդկային ակունքները, որովհետև ի վերջո, երբ որ ամեն ինչ այս ինֆորմացիան շատ մեծ է հիմա, գիտեք, ով որտեղ աշխարհի ծերում ինչ որ մի բան հանում է, արդեն մեզ հասանելի է, բայց գալիս է միտեղ, որտեղ արդեն ամեն ինչ մարդու համար դառնում է անհետաքրքիր։ Միևնույն է դառնում, որովհետև ինչ որ ստեղծվում է, իհարկե բնականաբար հրաշալի բաներ ստեղծվում են նոր, բայց արդեն կրկնություններն են եւ վերադառնում է, այսինքն խնդիր է դրվում վերադառնալ մեր ակունքներին, իսկ ակունքները դրանք հենց հիմքն են, որտեղից այս ամբողջը ստեղծվել է։ Դրա համար պետք է այդպես լիներ եւ ուրախ եմ, որ այդպես է։ Ի վերջո դա պետք է լիներ ու ավելի շատ պետք է լինի ապագայում, որովհետեւ դա է մեր մշակութային միակ ճամփան աշխարհում մեր դեմքը, մեր ճակատը պարզ լինելու համար։ Իսկ մենք ունենք ամեն ինչ դրա համար անկեղծ, ամեն ինչ։ Ինչ պահանջարկ ունեն ժողովրդական երգերը, օրինակ ժամանակակից տենդենսներից եթե խոսենք, որքանով են պահանջված ձեր հանդիսատեսը, ինչպիսին է դա, մենք մշտական նույն դեմքերն են, թե պարբերաբար նոր դեմքեր եք տեսնում ձեր հանդիսատեսի շարքերում։ Ասեմ ձեզ, բավականին թյուր կարծիք կա, որ ժողովրդական երգը քիչ են լսում կամ չեն լսում կամ իրական ժողովրդական երգը շատ լավ լսում են, շատ լավ պահանջարկ կա։ Պարզապես մատուցման եւ դա բրենդավորելու խնդիր հիմա կա, որը որ մի քիչ նույն ժողովրդական երգիչներս այդ առումով մենք չենք մտածում շատ դրա մասին, որովհետեւ մենք փորձում ենք հենց շատ էս ժամանակի մեջ չթաթախվել, այս ձևաչափերը չընդունել, բայց ի վերջո ես համարում եմ, որ պետքա տարվի եւ ինչքան որ այս նոր հաղթետավորումները նոր ժամանակի մեջ գնում են, այնքան ավելի պահանջված են դառնում ժողովրդական երգերը եւ դա նորմալ է եւ դա պետք է լինի ըստիս, որովհետեւ մենք ժամանակի մեջ ենք քայլում, եթե չկարողանանք այդ ժամանակի ձևաչափը գտնել հնի մեջ այդ տեղավորելու, մենք հետ ենք մնալու։ Եվ ինչ որ մի փուլում հենց կարծում եմ, որ դա էր խնդիրը, որ ժողովրդական երգը հետ էր մնացել, որովհետեւ ժողովրդական երգը միշտ կա պահանջարկ ու միշտ լինելու է։ Ուղղակի միշտ պետք է լինի տվյալ ժամանակի համապատասխան։ Անդրադառնալով Մարտիրոսյան այսպես շարքին, քանի որ հենց մենք մեր հեռուստաընկերությունն է լինելու նրա ներկայացնողը կցանկանայինք մի քանի օր շուտ ներկայացնեք, թե ինչեր են լինելու, ինչ է սպասվում, ինչ համերգային ծրագիր է լինելու։ Մարտի 8-ին կցուցադրվի իմ անցած տարվա մայիսի 11-ի մենահամերգը, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում եւ կրում էր Կանչ Հայաստան խորագիրը։ Դա էլի իմ տարիների ոնց որ մտքի եւ ոնց որ ինչ որտեղ երազանքի արտացոլումն էր, որովհետեւ այն երկացանկը, այն վիճակը, այն մթնոլորտը, որը ես հիմա դուք տեսնեք Մարտի 8-ին, սա երկար ժամանակ ես ինքս պատրաստել էի եւ ծրագրի մանրակրկիտ երգերի ընտրությունը, երգերի վրա աշխատանքը, երգերի երաժշտական ձևավորումները, կասեմ երկու խոսք նաեւ նվագախմբի մասին, երաժշտական ձևավորման մասին, ամբողջը դա այն թիմային մեծ աշխատանքներ, որը երկար ժամանակ ես պատրաստվում էի դրան։ Եվ ի վերջո եղավ անցած տարի մայիսի 11-ին այդ մենահամերգը հրաշալի արձագանքներով, հրաշալի տաք միջավայրով, որը որ դուք վստահ եմ կտեսնեք այդ։ Նրանք ովքեր ներկա չեն եղել այդ համերգին, հնարավորություն ունեն մեր եթերում դիտելու Մարտի 8-ին։ Համերգի երաժշտական մասով ղեկավար, այսպես ասեմ, մեր Գարիգն Արաքելյան, Գարեգին Արաքելյան Գաթապենդից է հայտնի երևի այդպես ավելի կմիանակ եւ սա նաեւ իմ ու Գարիկի համատեղ երկար աշխատանքներ, ոչ նաեւ մեր վերջի շրջանում մեր ակտիվ համագործակցության արդյունքը, որովհետեւ մենք հասանք նրան, որ եզակի իմ համար արտիստներից, երաժիշտներից, որ մտածում ենք նույն կերպ, ընկալում ենք նույն կերպ երաժշտությունը, հայ երաժշտությունը, եւ սա բերեց այդ համագործակցությանը։ Այնտեղ իմ լավ ընկերներ Կարեն Անանյան, որ հրաշալի դաշնակահար կոմպոզիտոր, իմ մնացած ընկերները, որ թիմային իրականում շատ մեծ աշխատանք տարվեց, ռեժիսորայի մասով Արամ Ներսուքյասյան, շատերին քաչայտնի եւ սիրելի, իր էլի հետաքրքիր եւ տարբերվող մտածողությամբ եւ
Մի խոսքով, սա այն էր, ինչ որ հիմա մարտի 8-ին կենտրոն հեռուստաընկերությունում գտեն ժողովուրդներ։ Գնալով խոսակցության ակունքներ դրսում ինչպիսին է արձագանքը, շատ ավելի այնտես կարոտախեղտ են, չէ՞, այնտեղ ժողովրդական երգին, հային տեսնելուն, հետ այդ ակունքներին մոտ լինելուն։ Այս տենդենսը ժողովրդական երգի հանդեպ պահանջը էլի մեծանալով, գնալով ավելի աճում է նաև դրսում։ Դրսում էլ շատ կան հրավերներ, օրինակ այս համերգի նախաստեղծումը եղավ 23 թվականի Լոս Անջելեսի մենահամերգը։ 23 թվականին ընդեղ էլ ունեցա Ալեքս թատրոնում մենահամերգ եւ նաեւ ծրագրային եւ գաղափարական որոշ բաներ հենց այնտեղից եկան այս համերգ։ Տարբեր տեղերում ոչ մենահամերգային էլի ունեցան բավականին ակտիվ այս անցած 2 տարիներին համերգային գործունեություն, անցած տարի օրինակ կուզենայի Իտալիայի, Ֆրանսիայի հոգևոր փառատոնի շրջանակներում մեր ունեցած համերգների մասին խոսել, որը էլի հրաշալի ներկայացանք, բայց արդեն օտար հանդիսատեսի համար այնտեղ կար կոմիտասի պատարագից հատվածներ, նարեկացի երգեցինք բան եւ սա լրիվ ուրիշ աշխարհ էր, ուրիշ աստեցությամբ, ուրիշ միջավայրով, այսինքն հիմա իմ առջև էլ ակտիվ խնդիր կա դրված հանդիսատեսին ցույց տալու թե մեր միջնադարյան, թե ժողովրդական, նաև այդ բոլոր շերտերը մեր մշակույթի, որը որ շատ բաներ կա, որ մի քիչ է մասսայականացվում, որը որ հիմա ըստիս պետք է արվի։ Ավելի ավագ սերունդը վստահ եմ ավելի շատ է գալիս համերգին։ Ինձ հետաքրքրում է երիտասարդների արձագանքը ինչպիսին է իրենց ակունքներին, ժողովրդական երգին։ Ընդհանուր առմամբ բնականաբար ժողովրդական երգը տարիքային մի քիչ ավելի բարձր տարիքային զանգվածն է լսում, բայց շատ տեսնում ես դեմքեր նոր երիտասարդների, թե իմ տարիքային ինձնից փոքր, այսինքն տենդենսը երկրաչափական այդ պրոգրեսիայով ինքը գնում է դեպի ներքև եւ սա պետք է ուղղակի ավելի ակտիվացվի, իսկ այդ ավելի ակտիվացումը կարծում եմ հիմա նաեւ մեր շոու բիզնեսում է կատարվում, որովհետեւ շատ են սկսել անդրադառնալ ժողովրդական երգերին, ֆոլկլորն է շատ պոպուլյար դարձել, ֆոլկլորին են շատ դիմում, շատ խմբեր ձևավորվեցին հենց այդ ֆոլկ երգացանկերի հիման վրա եւ բնականաբար սա իր արդյունքը բերում է։ Մարդիկ կապ չունի ինչ ձևաչափով, եթե լսում են երգը, դա տպավորվում է, մնում է արդեն իրենց հիշողության գենային մեջ։ Եվ սա արդեն բերում է ավելի ինքը հենց հետ ոնց որ տարիքային հետ աճին։ Ինքն մեր ավագ սերունդից տեղափոխվում է ավելի երիտասարդ սերունդ եւ մենք պետք է նաեւ հասնենք նրան, որ սա գնա դպրոցներ, մանկապարտեզներ, այստեղից սկսվի։ Չնայած որ վերջի շրջանում նույն երեխայի մանկապարտեզի դաստիարակների երկացանկից ելնելով եւ շատ բաներ, հիմա տեսնում եմ, որ այդ process-ը նաեւ այստեղ էլ է գնում։ Եվ սա բնականաբար տարիների ընթացքում արդյունքը կտեսնենք մենք։ Ինչպիսին է 2025-ը։ Ես օրինակ նայում էի, հետևում էի YouTube-ում, ինչ տեսահոլովակներ եք ունեցել, ինչ աշխատանք եք ծավալել նախորդ տարի։ Այ 2025-ը բավականին բուրըն տարի էր, թե ստեղծագործական, համերգային, ինչու՞ չէ նաև անձնական, որովհետև 25-ին ծնվեց աղջիկս եւ իմ համար անցած տարին շատ լավ եւ խոստումնալից տարի էր։ Ունեցա այդ համերգը, ունեցա բազմաթիվ համերգներ դրսում, Հայաստանում եւ այսպես կանդրադառնա 2025-ին, որ լավ տարի էր ամեն դեպքում։ Ձեր անձնական ու ստեղծագործական կյանքում նորանոր հաջողություններ ենք մաղթում, գեղեցիկ երկացանք։ Լավ էր, առիթ կունենանք ձեզ այստեղ հանդիպելու։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնում ենք, որ մարտի 8-ի երեկոն տանը, այսպես ջերմ միջավայրում անցկացնել ապահովելու է Կենտրոն հեռուստաընկերությունը, որի շրջանակներում կարող եք դիտել այս հրաշալի համերգը։ Ձեզ մաղթում ենք հրաշալի օր։ Անկախ եղանակից գարնանային գեղեցիկ ու վայելելու օր։